Տիրոջը փառք մեր Տիրոջը, մեր Քրիստոս Աստծուն, իր ներկայության մեջ ենք, իր ժողովրդի մեջ է, իր ժողովուրդն ենք, իր ժողովքն է, սենց ասած հավաքույթը, եւ նպատակը ինքն է մեր, որ ամեն մեկս ոնց որ ասած իրենից կարիք ունենք, եւ սա է, որ Տերը մեր մեջ լինի եւ օժնի մեզ, բայց իր կամքի պես իհարկե։ Խոսքը, որ այսօր պիտի ձեզ ներկայացնեմ, այսպես եմ վերնագրել, կատարյալ նպատակ, կատարյալ ընթացք։ Տեսեք, մենք Տիրոջ հետ գործ ունեցողներս պիտի լավ հասկանանք, Աստված երբեք աննպատակ, անծրագիր չի գործում, կամ համապատրաստից, հանկարծակի, ինչ-որ մի բանից ազդված չի գործում։ Գիտենք, նա ամենագետ Աստված է, ամեն բան գիտի, ամենակարող է, ամենաիմաստունն է եւ ինչ որ ժամանակի մեջ ինքը պիտի կատարի, վաղուց ինքը նախատեսում եւ աշխատում է դրա ուղղությամբ, ինչեւ որ ժամանակը կգա եւ իր ծրագիրը կիրականացնի։ Մի եղբայր ասում էր Աստված այսպես հրշեջների նման ծրագրով չի գործում։ Օրինակ հրշեջները ծրագիր չունեն, որ օրինակ այս տարի պիտի 100 հրդեհ հանգցնենք։ Իրանք չգիտեն քանի հրդեհ կլինի, երբ կլինի, չէ՞, որտեվ հանկարծակի պատահում է, ահազանգը ստացվում է, գնում են հանգցնում են։ Իրանք ծրագիր չեն դրել, այսքան հատ, չէ՞, այսինքն պահից ազդված, հանկարծակի, բայց Տիրոջ մոտը տենց չի, որ պահից ազդված, անգամ երբ որ մարդը մեղ գործեց, այնպես չէ, որ Աստված հանկարծակի եկավ, ես ինչ կատարվեց։ Բա ոնց պիտի անեմ, հետո հենց այդ պահին մտածեր, ինչ պիտի անի։ Աստված այդ պահին չմտածեց։ Հիսուսի համար ասում է աշխարհի սկզբից դեռևս աշխարհը չեղած մորթված գառ, չէ՞, այսպիսի բան ասում։ Աստված ամենագետ լինելով, ամեն բան իմանալով, նախորոք ամեն բան գիտեր ու պատրաստել էր։ Այդպես է։ Դրա համար մենք պիտի հասկանանք, որ մարդն էլ, որ Աստված մարդու հետ գործ ունի, հենց այնպես ուղղակի ստեղծելու եւ ուղղակի մի ստեղծվածի հետ ուրախանալու նպատակ չէր դրա։ Ինքը խորը մեծ կարևոր նպատակ ու ծրագիր էր իրականացնում, երբ որ մարդուն էր ստեղծում։ Եվ Սուրբ Գիրքը հստակ ասում է, երբ որ ստեղծեց մարդուն, հատուկ ձևով ստեղծեց նա։ Յուրահատուկ ձևով, առանձնահատուկ ձևով։ Բոլոր ստեղծագործությունների համար գրված է, որ ինչ որ պիտի ստեղծեր, ասեց, խոսեց եւ եղավ, չէ՞։ Օրինակ, ասես լույս լինի, լույս եղավ։ Եվ մնացած ինչ որ պիտի լիներ։ Երկնքի աստղերը, զարդերը, լուսատուները, ասեց եւ եղավ։ Բայց զարմանալի է, որ մարդու համար ասեց, բայց նաեւ ասենք ասած կոնկրետ բացի ասելուց մի գործողություն իրականացրեց, չէ՞։ Ասում է մարդուն հողու փոշուց սարքեց եւ մարդը դեռ կենթանի էակ չէր եւ ասում է նրա ռնգած մեջ, այսինքն քթանցքներից իր կենթանի շունչը փչեց, այսինքն իր մեջ եղած կյանքը փոխանցեց մարդու մեջ։ Այն կյանքը, որ Աստծո մեջ էր, մտավ մարդու մեջ։ Այսինքն յուրահատուկ է մարդը նաեւ նրանով, որ նա ոչ թե միայն ուղակի ստեղծվեց, չկար եւ եղավ, այլ նաեւ ընդունեց մի բան, որ արդեն կար։ Աստված իր շունչը դրեց մարդու մեջ։ Աստվածային մի բան մտավ մարդու մեջ։ Չէ, աստվածային շունչ, աստվածային կյանք, աստվածային կյանքի աղբյուր։ Եվ դա մարդու կյանքի աղբյուրը դառավ։ Մինչև այդ մարդը անկենթան էակ էր, արձանիկ մի հատ։ Բայց երբ որ այդ շունչը մտավ, կյանք տվող զորությունը ապրեցնող, ինքը սկսեց ոնց ասած դրսևորել իրար որպես արդեն կենթանի, ապրող էակ։ Ընդ որում Սուրբ Գիրքը ասում է, բացահայտում է կատարում, նա ֆիզիկական մարմին էր, բայց նաև խոսում է նա եղավ կենթանի հոգի, այսինքն նա նաև հոգևոր էակ դառավ, որը ոնց որ ասած հոգևոր մասել ունի, միայն ֆիզիկական միսու արյունը մարմինը չի, որ մենք տեսնում ենք ֆիզիկական զգայարաններով ընկալում ենք, նաև հոգևոր մարդ եղավ, եւ խոսում է, որ հենց Աստված պատահական չստեղծեց այդպես մարդուն, որտեղ Աստված նպատակ է դրել, որ իր ստեղծած մարդը
իր պատկերով եւ իր նմանությամբ լինի։ Իր պատկերով, իր նման եւ իր Աստծո պատկերը դրսևորվի, երևա, բացահայտվի մարդու միջոցով, Աստված ինչպիսի հոգևոր նկարագիր ունի, ինչպիսի բարոյական անձա, հոգիա, այդպիսին լինի նաև մարդը։ Սա Աստծո ծրագիրն էր, Աստված նպատակով ստեղծեց եւ իր ծրագիրը մինչև վերջ կա, անընդհատ ոնց որ ասած իր ծրագրի մեջ է Աստված, բայց երբ որ մարդը մեղ գործեց, ինչ կատարվեց, մարդը դարձավ մեռած հոգի, մարդը դարձավ չար իր բնույթով արդեն Աստծո նման պատկերը չի, նկարագիրը չի, որտեղ Աստված սուրբ է, Աստված բարի է, մարդը դառավ չար, մարդը դառավ անմաքուր, մեղավոր, չար գործող, մեղքեր գործող, ոչ բարի, դաժան, անողորմ եւ այլն։ Այսինքն, եթե այդ պատկերը դիտարկենք, մարդու հոգևոր պատկերը, որպես էակ է հոգևոր, նա ամբողջությամբ 100%-ով տարբերվեց Աստծուց։ Եվ հիմիկվա մարդու համար, որոնքս որ բնականաբար, ասենց ասած, աշխարհ են գալիս, հենց այդ պատկերով ենք աշխարհ գալիս։ Այդ բնույթով, այդ սորտով։ Ոնց որ ասած, մեր բնույթը այդպիսին է։ Մարդը ադամական է։ Ադամական լինել նշանակում է իր բնույթով լինել մեղ գործող։ Տերը, որ օրինակի համար ստեղծեց օրինակ բույսերը, կենդանիները, ասում է ամեն մեկը իր տեսակի մեջ ստեղծեց։ Ամեն մեկը իր տեսակի մեջ էր, այսինքն ինքը ամեն մեկը իրան հատուկ առանձնահատուկ բնույթ ուներ, որ մնացած տեսակներից տարբերվում էր։ Եվ ասենք տեսակը կարևորված էր, տեսակով դրսևորվում էր որևէ օրինակի համար ծառի, բույսի ամեն ինչը, իր կազմը, կառուցվածքը, պտուղը եւ մնացած բաները։ Ասում եք, այսին սորտի ծառ, չէ, խնձորա, տանձա եւ այլը։ Ինչ որտեղ կարելի ասել մարդու դեպոր ասենք բնույթը, դա հենց իր սորտն է։ Տերը հենց որ խոսում էր մարդու մասին, հենց այտենց էլ հասկանալու համար այդպես էլ զուգահեռներ էր տանում։ Ասում էր չար ծառը չար պտուղ է տալիս, բարի ծառը բարի պտուղ։ Բայց դա մարդու համար էր նաև ասում։ Ասում է դուք ինչպես կարող եք, ոմանց համար ասեց, դուք ինչպես կարող եք բարին խոսել անգամ, եթե չար եք։ Ասես հենց դրա վրա ասեց, եթե չար եք, ուրեմն չարել պիտի խոսեք, չարել պիտի գործեք, չեք էլ կարող։ Այսինքն ինչպես որ ցանկացած նաև մեկ այսպիսի մի բան ասեց, օրինակ Հովանու 7-րդ գլխում ասեց, եթե ծառը երբեք չես կարող ասեց փշից խաղող քաղել եւ տատասկից թուս։ Այսինքն երբ որ իր բնույթին ես նայում, ինքը փուշ է, իր պտուղը փուշ պետք է լինի, իր արդյունքը փուշ պետք է լինի, իր աճելը վերջնական ոնց որ արդյունք ստեղծելը փուշ է, տատասկ պետք է լինի, նա չի կարա փուշ սորտը լինի, չէ, եւ բերի խաղող, բարձ հստակ էդի մենք գիտենք, չի կարա անգամ օրինակի համար տանձի ծառ լինի եւ բերի ես չգիտեմ ձմերուկ, այդպես բան չկա, իրա ոնց որ ասած բնույթը, բնությունով իր մեջ դրված աճման, կյանքի օրենքը, ինչպիսին է, այդպիսին էլ նա զարգանում է, աճում է եւ արդյունք է ստեղծում։ Օրենք կա, կարգավորող օրենք։ Եվ քանի անգամ կուզեք օրինակի համար ծիրանի ծառի հետ կապված բան արեք, ասենք ասած նայեք, եթե ծիրանի կուտից է դուս եկել, նրա բնույթը նույնն է, ինքը վերջ-վերջը ծիրանենի է դառնում։ Երբեք չես կարա 1001-րդ անգամ ծիրանի կուտը ցանես, օրինակի համար դրանից խնձորի ծառ բուսնի։ Այսինքն նրա մեջ կյանքի օրենք կա, նրան աճեցնող օրենք, նրա բնույթն է դոկոշում, սորտ ենք մենք ասում, չէ, տեսակ։ Այս տեսակի է, որ տեսակի է, այդ պտուղն էլ պիտի տա։ Ինչու եմ այսպես մանրացնում, որ հասկանանք, որ մարդու տեսակը, մարդը ինքը իր տեսակով արդեն հիմիկվա մեղավոր մարդը, ադամական է, այդպես է Սուրբ Գիրքը ասում։ Այսինքն նա Աստծո պատկերին եւ նկարագրին հակառակ պատկեր ու նկարագիր ունի։ Եթե Աստված բարի է, եթե Աստված սուրբ է,
ապա մարդը հակառակ իր բնույթով, գործերով, իր ստեղծած արդյունքով չար է եւ ասենք մեղավոր, մեղ գործող։ Իրականության մեջ երբ որ Աստված ստեղծում էր մարդուն, ուզեց իր սորտի մարդ ստեղծի, կոպիտ ասած, իր բնույթի, որովհետև նա իր բնույթը դրեց մարդու մեջ, մարդը ձեռք բերեց աստվածային բնույթ ժամանակին, բայց մեղքի պատճառով կորցրեց։ Եվ սա է, որ տեսնում ենք Աստծո ծրագիրը մարդու համար, որ նայում ենք, եթե Աստված որոշեց, որ մարդը այնպիսի ստեղծագործություն լինի, որ իրեն նման լինի, իր պատկերով լինի, կարդամ ձեզ համար մեկ համար որպես հաստատումը, նաև էդի գործի է հիմա էլ։ Եփեսացիս 4-րդ գլխից կարդամ 13-րդ խոսք ասում է. «Մինչև որ ամենքս հասնենք հավատքի եւ Աստծո որդու ճանաչելու միությանը եւ կատարյալ մարդ լինենք Քրիստոսի կատարյալ հասակի չափով»։ Տեսեք, Տերը որոշել է, որ մենք գնանք այս նպատակի մեջ, նպատակը դրել է եւ աճեցնում է, որ ամենքս կատարյալ մարդ լինեն Քրիստոսի կատարյալ հասակի չափով։ Եվ Աստծո նման լինել, այդ նշանակում է Աստծո եռամյասյան անձերից մեկի, ասենք ասած, մեկը, որը մարդացավ, հայտնվեց, Աստված հայտնվեց մարմնով, դա Քրիստոսն է, Քրիստոսի նման լինել։ Եվ այստեղ ասում է, նպատակը սա է, աճելով պիտի գնանք դրան, որ կատարյալ մարդ լինենք Աստծո Հիսուս Քրիստոսի կատարյալ հասակի չափով, այսինքն Հիսուս Քրիստոսին, որ տեսնում ենք որպես մարդ, հենց այդպիսին լինենք։ Նրա, ոնց որ ասած, նրա նման ամեն ինչում նկատի ունենք բանը, ասենց ասած, կյանքը, խորհուրդները, տված պտուղը, այսինքն դատողությունները, մոտեցումները, վերաբերմունքները, ծրագրերը, գործերը, մտադրությունները, ամեն ինչ Քրիստոսին նման, ինչպես որ Քրիստոսն էր կատարյալ, այսինքն ինչումն էր իր կատարելությունը, անթերի, անսխալական, անմեղ, կատարյալ բարի, կատարյալ արդար, կատարյալ սուրբ, կատարյալ լույս։ Դուք գիտեք, Տեր Հիսուս Քրիստոսին հա քննեցին, քննություն արեցին, հատկապես իր հակառակվողները, իր թշնամիները, անընդհատ, ասենց ասած, իր հետ էին շատ ժամանակ որ ուշադրություն դարձրած լինեք, կտեսնեք, որտեղ ինքը կար, որևէ մի վայրում, որևէ մի տեղում, խոսում այնտեղ դպիրներ կային, այնտեղ փարիսեցիներ կային, ասում այնտեղ հրեաներ կային։ Եթե Սուրբ Գրքում նկարած կլինեք, խոսում է ժողովուրդ եւ հրեաներ։ Ժողովուրդը դա սովորական ժողովուրդն էր։ Հրեաները դրանք այդ կրոնավորներն են, կրոնի կպածները։ Եվ հիմնականում տեսնում ես, մի բանալու մեկ էլ հոп, դրանք ասում են բախիս են ցարիր, բախիս, այսինքն ներկա էին։ Քննելու, տեսնելու, ոնց որ ասած, առիթ ման գալու, որ Տիրոջը փնովեն։ Բայց մենք գիտենք, որ Տեր Հիսուս Քրիստոսը կատարյալ ճիշտ ապրեց, անթերի, եւ առիթ չտվեց, որ իր թշնամիները, իր հակառակվողները որևէ մի բանով իրեն կարողանային մեղադրեին։ Անկամ երբ որ հարցը հասավ, այդպես ասած, ամբողջ տարիներով քննեցին Տիրոջը եւ երբ որ հարցը հասավ նրան, որ արդեն բռնել էին եւ ուզում էին նրա վրա որևէ մեղք հաստատեին, որպիսի ըստ դրա էլ իբր թե իրավացիորեն դատեին, նրանք չգտան այդ մեղքը։ Նրանք նրանց ամբողջ նպատակը չարչարանքը սա էր, որ Հիսուսին բռնեն, սպանեն, բայց իրենք արդար երևան, որ արդար տեղը սպանեցին, արժան էր նա սպանելու կարծես թե, մեղավոր մեկն էր, տենց էին։ Բայց երբ որ հարցը եկավ, բռնեցին, իրանց նպատակին կարծես թե հասան, թեպետ դա Աստծո թույլատրությամբ էր, մենք գիտենք, չէ՞։ Երբ որ մտածում են կարծես թե հասանք մեր նպատակի, բայց եկավ հասավ այդ պահը, ինչ մեղադրանք պիտի դնենք նրա վրա։ Բերեցին վկաներ, չբռնեցին, խոսքերը իրար չբռնեց։ Ինչ ասեցին, չհաստատվեց։ Վերջում մենակ Տեր Հիսուս Քրիստոսի բերանից հելած խոսքը վերցրեցին որպես մեղադրանք, որը մեղադրանք չէր իրականությամբ, ճշմարտություն էր։ Չէ, հիշում եք, երթվել տվեցին Քրիստոսին, մեր Տիրոջը։ Երթվիր, դու ես բարձրալ Աստծո որդին Քրիստոսը։ Ինքն էլ ոնց ասած երթումը հաստատեց, որ Աստծո անով այդ երթումը եւ պիտի ճշմարիտ լինի, ասաց, այո, կտեսնեք ինձ, ավելին ասեց։ Կտեսնեք ինձ Աստծո զորության աչումը նստած եւ Աստծո փառքով, հոր փառքով վերադառնայց, այսինքն երթվեց նաև երկինք բարձրանալու եւ նաև վերադառնալու մասին։
Եվ իրանք ասեցին մեղավոր է վերջ։ Հայոյանք անում Աստծո դեմ, որտեղ իրան անվանում է Աստծո որդի, իրան անվանում է թագավոր հավիտենական։ Աստծո երկինք բարձրացող։ Բայց դա իրականություն ու ճշմարտություն էր։ Այսինքն մեր Տեր Հիսուս Քրիստոս ուզում եմ ասեմ կատարյալ մաքուր սուրբ արդար մեկն էր։ Նա ոչ իր խոսքով, ոչ իր վարմունքով, ոչ իր սրտի մեջ, ոչ իր մտքերի մեջ, ոչ իր ծրագրերում ոչ միտեղ չսխալվեց ու չեք նկատի միտեղ ասի վայ կներեք, օրինակ, այս բանը թերը սխալ ասեցի, վրիպեցի։ Դες բան չկար։ Այսպես դա եւ սրբության հարցում եւ բարության հարցում կատարյալ այո։ Որպես մարդ նա էտալոնն է եւ Աստված պատահական չէր հաճախակի մարդկանց իրան էր օրինակ բերում։ Դա է իմ սիրելի որդին, հիշում եք քանի անգամներ։ Դրան եմ ես հաճենում։ Դրա վրա է իմ բոլոր հաճությունը։ Դրան բանարեք, հավատացեք։ Այսինքն Տերը մատնացույց էր անում ով է այն մարդը, որին ինքը որպես չափանիշ է տալիս մարդկության համար, որ բոլորը պետք է նրան նման լինեն։ Եվ այդ ծրագիրը, Աստծո ծրագիրը հենց դա է։ Բոլորը իր որդու նման, Քրիստոսի նման պիտի լինեն։ Ինչպես առաջնեկը, ինչպես ոնց որ միածինը, նաև պիտի մնացածները լինեն։ Սա Աստծո նպատակն է ողջ մարդկության համար։ Հիշեք, մարդկությունը չէր ստեղծված դատաստանի, կորուստի, պատժի, դրա համար չէր ստեղծված։ Մարդկությունը ստեղծված էր մարդ հարարածը ցանկացած մարդը, դա Աստծո համար, Աստծո նման լինելու, Աստծո հետ լինելու, հավիտյան ապրելու, Աստծո փառքը կիսելու, Աստծո ընտանիք դառնալու, Աստված իր համար ընտանիք էր ուզում ունենալ։ Ուներ, որդի ուներ, բայց ուզում էր շատ որդիներ ունենալ։ Դրա համար ստեղծեց ինքը մարդուն։ Որտեղ ոմանք ասում են, բա որը տենց էր խիստ ստեղծեց, որ պիտի կեթան մարդիկ կորուստ, պետքան դատաստան դժոխսես բողոքում են, բայց Աստված դրա համար չի ստեղծել մարդուն։ Երբեք։ Թեպետ Տերը ամենագետ լինելով գիտեր ինչ կլինի։ Գիտեր, որ շատերը կհրաժարվեն իր ծրագրից։ Մեծ ծրագիր է, փառավոր ծրագիր է։ Աստծո նման լինել, Աստծո հետ լինել, հավիտյան նրա հետ փառք կիսել, Աստված քո հայրը լինի, պատկերացնում եք, քո ծնողն է, քեզ ծնող Աստված։ Ու դու նրա զավակը, իսի բարձր շատ մեծ բան է մարդու համար, որ Աստված, բայց մարդը ասենց ասած անխելքաբար ասեմ, չգիտեմ ոնց ասեմ, մերժում է իր այդ մեծ բարիքը եւ գնում է դատաստան, բա բողոքելու տեղ ունի մարդը։ Չունի, Աստված դրա համար իրան չի ստեղծել։ Դատաստանի պատժի, բայց սուրբ ու արդար լինելով սա է, չես ուզում կյանքը նշանակում է մահն ես ընտրում։ Հենց նույնց էլ ասում, ահա քո առջև դնում եմ երկու բան՝ օրհնությունը եւ անեծքը, կյանքը եւ մահը, բայց որպես արարիչ, ոնց որ բարին ցանկացող ասում է, բայց կյանքը ընտրիր, որ ինչ անես, ապրես, ոչ թե։ Իսկ դու ես ընտրում, ով մարդ, ումն ես մեղադրում քո ընտրության մեջ։ Չգիտեիր, իմացար, չէիր հասկանում, բացեց Աստված, էլ ինչ ես ուզում, չէիր կարող է դարձնում Աստված, որ կարողանաս այդ կյանք ընտրես ու կյանքի մեջ գնաս։ Ոչ մեկ չի կարող մեղադրել Աստծուն։ Որոշված է բոլոր մարդկանց համար։ Բայց նորից եմ ասում, արդեն մեղավոր մարդը, որ ադամական է ծնվում, իր սորտը փոխված է։ Այսինքն ոնց որ ծառը իր սորտի համապատասխան պտուղն է բերում, ադամականն էլ ադամական պտուղ պետք է բերի։ Ադամի պտուղն էլ աննազանդությունն է, մեղքն է, անիրավությունն է։ Ինքը ուրիշ չի էլ կարա անի։ Ասում է, ինչպես դուք կարող եք, Տերն էր խոսում ոմանք, բարին խոսել, անգամ խոսել է, մենակ անելը չէ։ Եթե դուք չարեք, արծառը ասում է կամ բարի արեք, կամ չար արեք։ Բարի ծառը բարի պտուղ է բերում։ Չարը բարի պտուղ չի կարա բերի։ Դրա համար է սա, եթե Աստված որոշել է մեզ այդ նպատակը ծրագիր իրականացնել մեր համար, նշանակում է ինքը բան պիտի անի։ Ծառը ինքը իր բանը պտուղը չի կարա փոխի, ինքը իր սորտը չի կարա փոխի։ Իրան պիտի մեկ ուրիշը ինչ-որ միջամտություն եթե կարա անի, որ այդ սորտը փոխվի։ Եվ Աստված, որ այդ ծրագիրը դրել է, անես չի, որ Աստված մեղքի պատճառով կանգնեց փակուղու առաջ, որ վերջացավ էլ։ Ոչ մի մարդ չի կարա ինձ նման լինի, որտեղ իմ պատկերն ու Ադամի պատկերը կամ ադամականների մեղավոր մարդու պատկերը լրիվ հակառակ է։ Լրիվ հակառակ։ Սուրբ Աստված, մեղավոր մարդ։ Բարի Աստված, չար մարդ։ Էսա։
Բայց Տերը գործում է, եւ ես կուզեմ այդ քայլերի մասին ուշադրություն դարձնենք, քայլերի մասին խոսեմ, ինչ քայլերով է Տերը մեղավոր մարդու համար այս ծրագիրը ի կատարածում։ Նախ եւ առաջ, ինչպես ասեցինք, բնույթը շատ կարևոր է։ Մինչև բնույթը չփոխվի, պտուղը չի փոխվի։ Եվ Աստված մարդու բնույթն է փոխում։ Մարդուն, ասենց ասած, ոնց որ մի ծառը լինի, որ Ադամ կոչվածն է հիմքում, եւ մենք բոլորս դրա վրա ենք ծնվել, ծլել, որպես մի ճյուղ, որպես մի մաս նրա։ Աստված կտրում է Ադամից մեզ։ Կտրում, հեռացնում է, որ Ադամի հետ էլ դու մաս բաժին հաղորդակցություն չունենաս, հաստատում է մի ուրիշ ծառի վրա, կոպիտ ասած, որի սորտը լավն է, որը կարա ճիշտ լավ բարի պտուղ բերի։ Եվ դա Քրիստոսի խաչի գործն է, որ իրականացնում է։ Խաչը իր մեջ ներառում է ինքը հանդիսանում է մահվան գործիք։ Բայց մենք գիտենք, որ խաչը մենակ Քրիստոսի խաչելություն, երբ որ խաչ ենք անվանում, դա ամբողջական է, դա մենակ նրա մահը չի, այլ նաև նրա ինչն է, հարությունը։ Երբ որ Քրիստոսի խաչելությունը իրականացավ, դրանով կիրառվեց մահվան գործիքը, կտրելու գործիքը։ Աստված Քրիստոսով մեզ էլ, Սուրբ Գիրքը այդպես ասում։ Մեր, այսպես ասած, ադամական մարդ կոչվում մեզ, հին մարդ է կոչվում մեզ, մեղանչական մարդ է կոչվում մեզ, Սուրբ Գիրքը։ Այդ բնույթ ունենալու պատճառով, այդպեսին լինելով, Աստված կտրեց այն ծառից, որից մենք, ոնց որ ասած, այդ կապված էինք բնույթով, մեկացել էինք, ադամական լինելով նրա բնույթ ունեինք, եւ դրա հիման վրա էլ պտուղն ենք բերում։ Ամեն ովքեր Քրիստոսի հետ, Քրիստոսին հավատում է, նա ազատվում է այդ, ոնց որ ասած, կապից, այդ հաղորդակցությունից, հաղորդ էինք Ադամին, կտրվում ես, որ նրան հաղորդ չլնես, նրանից չսնվես, նրանից չլինի քո կյանքը, նա չլինի քո կյանքի աղբյուրը, ադամական բնույթ հին մարդ, որը հենց մեղք է գործում, դրա համար մարդը կոչվում է մեղանչական, այսինքն նա այնպիսի մի էություն ունի, որ նրա ցանկությունները, հակումները, դրսևորումները դեպի մեղքն են, դեպի բարին չեն։ Եվ Աստված խաչի գործով սա իրականացնում է։ Նախ Աստված փոխում է մեր տեսակը։ Ադամականին դարձնում է քրիստոնեական, կարելի ասել։ Մահով կտրում է, խաչի մահը ընդունողին կտրում է Ադամից նրա հետ հաղորդ լինելուց, հենց ասած նրա բնությունից, իսկ հարությունով մարդուն մեկացնում է Քրիստոսի հետ, որ կյանքի զորությունը, հենց ասած ճիշտ ապրելու այդ զորությունը, որ Քրիստոսում կա, քեզանում գտնվի։ Այն ինչով որ Քրիստոսը, ասենց ասած, իր էությունով, բնությունով սուրբ է, բարի է եւ դրա պտուղն էլ բերում է, այդ սուրբ ու բարի բնությունը քո մեջ գտնվի, մարդու մեջ գտնվի, այսինքն սորտն է փոխում։ Դրա համար երբ որ Կորինթացիների 15-րդ գլուխը կարդում ենք, երբ որ հարության մասին է Պողոսը խոսում է երկու մարդու մասին, առաջի մարդ եւ երկրորդ մարդ։ Ասում է առաջի մարդը Ադամը երկրից, երկրորդ մարդը Տերը երկնքից։ Այսինքն դա դու կարող ես, ասենց ասած, ծնվել, դու ոչ թե կարող ես ծնվում ես որպես առաջի մարդու հետ մեկացած հաղորդ, նրան ընդունած, որպես նրա զավակ, նրա որդի, կարելի ասել, մարդու որդի, մարդու ամեն վատ բաներով, որ մեղքով արդեն դարել էր, բայց Քրիստոսի խաչի գործով դու հաստատում ես երկրորդ մարդու վրա, այսինքն մարդկության երկրորդ սկիզբ։ Սա արդեն Քրիստոսի հետ ես մեկանում եւ Քրիստոսի ունեցածը քոնն է դառնում։ Եթե նրա բնույթն ես նայում, նա աստվածային բնույթ ուներ։ Մարդը ձեռք է բերում աստվածային բնույթ։ Աստվածային պտուղ տալու համար, աստվածային պատկեր ունենալու համար աստվածային բնույթ է պետք։ Ոչ թե ուղղակի մաքուր սուրբ, միայն ուղղակի, չէ, այլ աստվածային հենց։ Եվ մարդը դառնում է աստվածային բնույթի տեր։ Այս դեպքում որ մարդը կարող է աճել եւ պտուղ բերել Քրիստոսի նման։ Հակառակ դեպքում կուզես մարդուն դիր օրինակի համար Քրիստոսի օրինակից խոսա, նրա կյանքը ներկայացրու, ասենց ասած բարոյագիտական քարոզներ տուր, որ գիտես դու պետք է Քրիստոսի նման այս հարցում սենց վարվես, այս հարցում էլ սենց մտածես, այս հարցում էլ սենց անես, եթե իր սորտը չի փոխվել, եթե ինքը
դեռ այն հին մարդկային բնության ոնց որ ասած վրա հաստատված իր կյանքի աղբյուրը է դա ինքը չի կարա որպես չար ծառ ինչ անի բարի պտուղ բերի դրա համար նախ է չար ծառը բարի ծառ ասարկում Աստված իսկ դա Սուրբ Գիրքը անվանում է վերստին ծնունդ խաչի գործն է համահան ու հարություն ընդունողների կյանքում անում ինչպես ես նկարագրեցի նես պատկերավոր որպես ճյուղ որ կտրվեց հաստատվեց նրա վրա Սուրբ Գիրքն էլ է ճյուղի նման շատ տեղերում ասում է դուք դառը պտուղ տվող ձիթենու ճյուղ էիք կտրվեցիք բարի ձիթենու վրա պատվաստվեցիք կամ Հովանու 15-րդ գլխում ասում է ես վազն եմ խաղողի վազը որդը որդատունկը դուք ինչն եք ճյուղերն եք եթե ճյուղը ին վրա է հաստատված ուրեմն այն ինչ որ վազի սորտն է ոնց որ ասած բնույթն է այդ սորտի պտուղ կարա տա ճիշտ է ամբողջ վազը առանց վազի ասում առանց ինձ ոչինչ չեք կարող անել անպայման կարակ անեք որովհետև իմ վրա եք հաստատված որովհետև իմ սորտից եք ոնց որ ասած հաղորդ եք այդ կյանքի բնությանը աղբյուրին որով դու կարող եք այդ պտուղը բերել եւ Պետրոս Առաքյալը երկրորդ նամակում իր այսպիսի բան է ասում ինչպես է Աստված իր ամեն ոնց որ ասած կարողությունը զորությանը հաղորդ դարձնում մեզ այսինքն մենք կպնում ենք այն աղբյուրին որից կարանք սնվենք ու զորություն առնենք ճիշտ այն կյանքով ապրենք ինչ որ Հիսուսը ասում է տեսեք ոնց է ասում նույն այդ բանը այսպես է ներկայացնում ինչպես որ նրա աստվածային զորությունը շնորհեց մեզ ամեն որ կյանքի եւ աստվածապաշտության համար պետք է նրա գիտությունով ոնց Տերը շնորհում է իր աստվածային զորությունով ամեն ինչ քեզ կյանքի համար ճիշտ ապրելու արդար ապրելու բարի մնալու անմեղադրելի լինելու սուրբ մնալու կատարյալ լինելու համար ինչա պետք ասում է կյանքի եւ աստվածը ամեն ինչ տալիս է Աստված իր զորությունով բայց ո՞նց է տալիս ինքը հաղորդ է դարձնում իրեն որ իրենը քեզ տա դու իրան դարձում ես կոպիտ ասած քո իր նման քո սորտը փոխում է տեսակը որպես իր նման լինես որ կարողանաս այդ պտուղը իրանից առնելով պտուղ բերես ասում նայեք ինչ ասում որ մեզ կանչեց փառքով եւ առաքինով որոնցով ամենամեծ եւ պատվական խոստումներն են տրված մեզ որ նրանցով հաղորդակից լինենք աստվածային բնությանը աշխարհի մեջ ցանկությունից եղած ապականությունից հեռու փախչելով տեսեք աստվածային բնությանը հաղորդ լինելով է որ մենք ձեռք ենք բերում այդ զորությունը որով կարող ենք այս աշխարհի միջի ապականությունից շատ հեռու փախչել էշական ոչ թե աշխարհից թողնես դուրս գաս այսինքն այն ինչ որ կեղտոտություն ապականություն կա այս աշխարհի մեջ դու է դրա մեջ չթաթախվես դրա մեջ չլինես դա քեզ չտիրի դու ապրես աստվածային բնության զորությունով եւ հասնես Աստծո մեծ փառավոր խոստումներին հենց նմանվելու Քրիստոսին կատարյալ ամեն քո վարքում, խոսքում, գործում, մտածելակերպում։ Տերը այսպես անում հաղորդ դարձնելով իր ինչին ասեց աստվածային բնությանը։ Այսինքն կոպիտ ասած կպցնում է իրար, մեկացնում է Քրիստոսի հետ։ Նույն աղբյուրի վրա է հաստատվում, որտեղից Քրիստոսն էր, ոնց որ ասած, որով Քրիստոսն էր այդ արդարության կյանքը ապրում, դրսևորում ու ամենքը տենում են։ Ասում եմ, քեզ էլ եմ հաստատում նույն աղբյուրի վրա։ Հիսուսի հետ եմ մեկացնում։ Սա, ասես կարելի ասել հիմքն է, որի հիման վրա դու կարող ես ապրել, բայց դեռ չի շանակում հաստատես դրա վրա, դու ինքնասնիկյան ապրեցիր։ Տերը ասում է, այն ճյուղը, որ ինձանում չի մնում, ինչ եմ անում, կտրվում է եւ կրակն է գցում։ Այսինքն տենում եք ճյուղը, բայց պտուղ չբերեց։ Այդ վազին հաղորդ էր, այդ վազի սորտից էր, կարար պտուղ բերեց, բայց չբերեց։ Այսինքն քայլեր կան դեռևս։ Աստված հաստատեց, էսի շատ կարևոր է։ Դու կյանք ստացար։ Դու ապրելու, ճիշտ ապրելու, Քրիստոսի նման ապրելու հիմք քո մեջ հաստատվեց, կյանքի աղբյուր, որով դու կարող ես այդ կյանքով, իրոք այդ զորությունով ապրես Քրիստոսի նման, բայց շարունակության մեջ հետաքրքիր օրինակ ուզում եմ ես մի համար կարդամ 2 Պետրոս 3-րդ գլուխ 15-ից, կներեք 2 Տիմոթեոս 3-րդ գլուխ 15-ից 17-ը, այստեղ Սուրբ Գրքի մասին է խոսում արդեն։ Ներկայացում է, որ առանց Սուրբ Գրքի չի կարա հոգևոր, թեկուզ վերստին ծնված մարդ օրինակի համար հասնի կատարելության։ Այսինքն ինքը մտածի, դե Հիսուսին ընդունել եմ, հավատացել եմ, ընդունել եմ, վերջ, հեսա, ոնց որ ասած, ես կարող եմ գնալ առաջ, հասնել նրան, որ իմ կյանքը կատարյալ լինի ամեն հարցերում։
Չսկի այդ կատարյալը չի կարա ինքը պատկերացնի ինչա, չափանիշն էլ չի իմանա, որ հասկանա ինչին նմանվի, որ ինչ հարցերում փոխվի։ Եվ Աստվածաշնչի դերը այդ հարցում շատ կարևորված է։ Թեպետ հենց Աստվածաշնչով է նաև մարդը վերստին ծնվում, ասեմ ձեզ, առանց խոսքի չի։ Նախորդ քայլը, որ հիշեցի, նկարագրեցի։ Ուրեմն երկրորդ Տիմոթեոս 3:15-17-ը։ Եվ որ մանկությունից Սուրբ գրքերդ գիտես, ասում է, տեսեք, ինչ կարա իմանալը անի, Սուրբ Գիրք իմանալը, որ կարող է քեզ իմաստուն անել փրկության համար այն հավատքի ձեռովը, որ Հիսուս Քրիստոսումն է։ Մարդուն կարա այդ Սուրբ Գիրքը իմաստուն անի։ Այսինքն ինքը իմաստություն ստանա Սուրբ Գրքով, հասկանա իր անելիքը ու իրոք հաջողության հասնի։ Որ դասած այդ Սուրբ Գիրքն է քեզ հնարավորություն տալիս, որպեսզի այդ հարցում առաջ գնալու, կատարելության հասնելու, այդ հասում հասնես նպատակիդ։ Սուրբ Գիրք չիմացար, Աստվածաշնչից տեղյակ չեղար, չի լինի դա։ Եվ ինչ է ասում։ Ամեն գիրք Աստվածաշունչ են եւ օգտակար վարդապետության, հանդիմանության եւ ուղղելու եւ արդարության խրատելու համար, որ Աստծո մարդը կատարյալ լինի, ամեն բարի գործերի համար պատրաստված։ Տեսեք, ասում է, եթե Աստծո մարդը պիտի կատարելության հասնի, ամեն բարի գործերի համար պատրաստ մարդ լինի, կարող մարդ լինի իրոք, սրա համար ասում է Սուրբ գրքով ինչ պիտի լինի, այս աշխատանքները պիտի իր հետ կատարվի Սուրբ գրքի համար։ Հանդիմանություն պիտի նրան լինի, ուղղվել պիտի լինի, պիտի կրթվի, վարդապետություններ պիտի իմանա, ճանաչողություններ, Աստծո ճանապարհը պիտի կրթվի դրա մեջ եւ խրատվի, պիտի արդարության խրատ պիտի լինի։ Ասում է, որ Աստծո մարդը, այսինքն այս սրա հետևանք արդյունք միայն Աստծո մարդը կարա լինի կատարյալ ամեն բարի գործերի համար պատրաստված։ Այսինքն անպայման մեր հոգևոր ընթացքի աճի համար, որ պետք է հասնենք այդ նպատակին, կատարյալ նպատակին, Քրիստոսի նման լինենք, մենք առանց Աստվածաշնչի Աստծո խոսքի չենք կարող։ Սուրբ Գիրքն է, որ մեզ բացահայտելու է մեր տկարությունը, մեր պակասությունը, մեր սխալը կամ այն շնորհքը, կարողությունը, զորությունը, որ դու պետք է առնես, դա Սուրբ Գրքի խոսքի վկայությունով պիտի լինի։ Ովքեր մտածում են վերստին ծնվեցի, օրինակ հավատալով հենց նորից Սուրբ Գրքից է դա, հավատալով Քրիստոսի մասին ավետանի վկայությանը, ու վերջ, հեսա ես ոնց որ ասես կգնամ առաջ կհասնեմ Քրիստոսի նման կդառնամ կյանքով, սխալվում են։ Պետք է նա Սուրբ Գրքով բավականին, ասենց ասած, մեծ ճանապարհ անցնի, կրթության, հանդիմանության, խրատվելու, ուղղվելու ճանապարհ։ Առանց դրա չկա, բայց հետաքրքիր է օրինակի համար ինչա մարդը կարա, ասենց ասեմ, ուղղակի Սուրբ Գիրքը կարդալով կատարյալ անի իր բանը ճանապարհը այդ հարցում։ Այս հարցի համար էլ Սուրբ Գիրքը պատասխան է տալում։ Առանց Աստծո ազդեցության անգամ գիրքն էլ կարդաս ոչինչ չի փոխի քո կյանքում։ Դրա համար Սուրբ Գիրքը մենք աղոթքով ենք կարդում։ Այսինքն խնդրում ենք Տեր Աստված քո խոսքերը հայտնի արա։ Ամեն ճշմարտություն կա Սուրբ Գրքի մեջ։ Մարդու ամեն կարիքների մասին խոսված է։ Մարդու ամեն պակասությունների, դժվարությունների, փորձառությունների, ապրումների, ամեն ինչի մասին խոսած ու ամեն ինչի ելքն էլ տրված է։ Խնդիրների լուծումը տրված է այնտեղ։ Ոչինչ չկա, որ ասե էսի դժվարության Տեր ես, ու Սուրբ Գիրքը ճանապարհ ցույց չտա։ Չէ, կա։ Բայց ամբողջ հարցը էսա, որ ծածկված իմաստությունն ասա է կոչվում։ Եթե Աստված չհայտնի, մարդը կարդալ ոչինչ չի հասկանա։ Այսպես, այսինքն տեսնում եք, որ Աստվածաշնչի բացառիկությունը շատ բաներում է, էլի, բացառիկ գիրքն է, որ դա Աստծո խոսքն է, ու միակ Աստծո խոսքն է, միակ Աստծո գիրքն է, այսպես ասեմ։ Ուրիշ գրքեր չկան Աստվածանից, որով Աստված որոշել է մարդկության հետ խոսի եւ ճանապարհ ցույց տա փրկության, կյանքի կատարելության եւ այլ։ Դա Աստվածաշունչն է։ Բացառիկություններից մեկը հենց սա է, որ բոլոր գրքերը գրքեր են, գրված եւ ոնց որ ասած հեղինակի կողմից թողնված։ Ով կարդա ոնց կհասկանա։ Հեղինակը նրանց հետ չի, նրանց կողքին չի։ Այնքան որ իր գրվածն է, գրած միտքն է թողած, դու էլ կարդում ես։ Կհասկացար, չէ՞ կարող լրիվ քո ուզած ձեով քո
բան ֆանտազիայով ոնց որ ասած հասկանաս ոչ թե բայց Սուրբ Գիրքի հեղինակը Սուրբ Գիրքը այն բան ունի առանձնահատկություն ունի որ կարդացողը ովքեր որ Սուրբ Գիրք են կարդում Աստծո խոսք Աստված այդ հեղինակը մարդու հետ է որտեվ Տերը գիտի ինքը իր խոսքը նենց է կառուցել այդ իմաստությունը որ դա ծածկված իմաստություն է եթե այդ քողը չբացի ինքը լուսավորությունը չտա իր հոգով չբացի հայտնի հասկացնի դու ոչ կարաս հավատաս ոչ կարաս տեսնես ոչ կարաս անցալես ոչ մի բան չես կարա Իսկն Աստված իր հոգով է հայտնում այդ իմաստությունները որ այն ճանապարհը որ դու պիտի քայլես քո քայլերը քո անելիքը քո վերցնելիքը Տիրոջից հանդիմանվես, խրատվես ու սուցանվես, բայց այս չի, որ ես կարամ, ասենց ասած, վերցնեմ գիրքն ու այդ ամեն ինչը իմ համար կազմակերպեմ ու անցնեմ կատարելության։ Չէ, Աստված իր հոգով պիտի անի։ Եվ բանը ասում է Տիմոթեոս թղթում, կուզեմ հիշեցնեմ առաջի կոնթացից 2-րդ գլուխ 7-ից 14 համարը կարդամ ձեզ համար, Պողոս ասում է, այլ Աստծո ծածուկ իմաստությունն ենք խոսում խորհրդով։ Ուշադրություն դարձնում եք Աստծո իմաստությունը, որ խաչի գործի հետ է կապված, ավետանի եւ մարդու հետ է կապված ընդհանրապես, որ Աստված որոշած ունի, ասում է, այդ իմաստությունը անվանում է ծածուկ իմաստություն ենք խոսում խորհրդով, որ Աստված հավիտենից առաջ սահմանեց նրան մեր փառքի համար։ Դա սահմանելը հավիտենից առաջ, բայց դա, ասենց ասած, ծածկված է եղել, որ այս աշխարհի իշխանները ոչ որ չճանաչեց, քանզի եթե ճանաչած լինեին փառքի Տիրոջը չէին խաչի, ասում եմ, շատերը ոչ էլ հասկացան, դրա համար դրեցին Հիսուսին խաչեցին։ Այլ ինչպես գրված է, ինչ որ աշկը չտեսավ, ականջը չլսեց, մարդի սիրտը չընկավ, այն պատրաստեց Աստված իրան սիրողների համար, բայց մեզ հայտնեց իր հոգովը։ Շատություն դարձնում եք, բաներ պատրաստեց Աստված իրան սիրողների համար, որ դու այս աչքով չես, այսինքն ֆիզիկական զգայարաններով չես կարողանալու ընկալես, դնես, նայես, տեսնես, կարդաս, հասկանաս, օրինակի համար, կամ ինչ-որ մի բան տեսնես, հասկանաս ու վերցնես քո համար։ Չի ասում, այդ պատրաստված բաները, այնպես բաներ են, որ պիտի Աստված իր հոգով հայտնի քեզ, որ դու հասկանաս, քեզ բացվի, եւ դու կամենաս, եւ դու ընտրես, եւ դու գնաս դրա մեջ, դա Աստծո հոգու գործն է, ասում է, ոչ թե քո մտքից, քո գաղափարով, տեղ կա Տերը հարցրեց իր աշակերտներին, իմ մասին ինչ են ասում մարդիկ։ Պատասխան տրվեց, դու մարգարեներից մեկն են ասում ես, մի մարգարե ես, ոմանք ասում են, մարդկանցից են ասում, Եղիան ես, չէ, Հովանես Մկրտիչն ես, ասես, բայց աշակերտներին ասես, բայց դուք ինչ եք ասում իմ համար, լավ, դա մարդիկ են ասում, այսինքն Տերը չհավանեց դա։ Բայց դուք ինչ եք ասում իմ մասին, ասես, Պետրոս ասես, դու ես կենդանի Աստծո որդին Քրիստոսը։ Ինչ ասես պատասխանը, երանի քեզ Պետրոս, որովհետև դա ոչ թե քո մարմինն ու արյունը քեզ հայտնեց, այսինքն ոչ թե դու տեսար, լսեցիր, քննեցիր, ասենց ասած, վերլուծեցիր ու գլխին գար, հասկացար, քո մարմինն ու արյունը, քո մարդկային կարողությունը, չէ, ասում է, այլ իմ հոր հոգին հայտնեց քեզ։ Եթե Աստված չի բացահայտում, չի բացում, մարդը կկարդա Սուրբ Գիրքը, եթե այնտեղ գիտենք, որ նոր կարդացին, կատարելության ճանապարհն է նշված, ինչպես հասնել կատարելության, դու ոչինչ էլ չես իմանա, ոչինչ էլ չես հասկանա, քո անելիքն էլ չես տեսնի։ Մեծ բան է այո Սուրբ Գիրքը, բայց ծածկված է, ասում է, տեսեք, ոչ մեր աչքն է այդ հոգևոր բաները, որ Աստված մեզ համար պիտի տա, անի, ձեռք բերենք, ոչ մեր աչքը կարա տեսնի, ոչ մեր ականջը, ոչ մեր սիրտը, այլ այն պատրաստեց, ասում է, իրան սիրողների համար, որ եւ Աստված մեզ հայտնեց իր հոգով, որովհետեւ հոգին ամեն բաները ինչ անում քննում է, իր հոգով, իր ներկայությունն է, կենթանի ներկայությունով, կենթանի գործով։ Եթե այսօր ամենքը ստեղ ենք, հավատացեք, այսի Աստված ձեզ բերել է ստեղ։ Նա ձեր հոգու հետ, նա ձեզ հետ գործ արե։ Նրա հոգին ձեր հետ աշխատանք է կատարել, որ դրա դու կարիք եք ունեցել, որ գաք այսօր Աստծո խոսք լսեք։ Շատ ժամանակ մտածում ենք ոնց իմանանք Աստված մեր հետ է թե չէ, հենց էսից ցույց է տալու, որ Աստված քո հետ է, քեզ հետ աշխատում է, որ դու ստեղ լինես։ Բան ունի քեզ բացելու, հայտնելու եւ այդ ոնց ասած խոսքի հայտնությունները օրհնություն ունի անելու, բժշկություն ունի անելու։ Եվ շարունակության մեջ նորից ասում է
մենք ոչ թե այս աշխարհի հոգին առանք, այլ այն հոգին, որ Աստվածանից է, որ ճանաչենք այն բաները, որ Աստվածանից տրվեցան մեզ։ Ուշադրություն դասում եք, այն ինչ որ Տերը մեզի պիտի տա, ասում է, դրա համար Աստված իր հոգին տվեց, մեր վրա է, մեր հետ է, ոչ թե այս աշխարհի հոգին։ Եվ խոսում է, որովհետև հոգի շնչավոր մարդը Աստծո բաները չի ընդունում ու չի կարող հասկանալ, որտեղ նրանք հիմարություն են նրա համար շնչավոր մարդ, այսինքն որ ադամական է, Աստծո ոնց որ ասած օգնությունը հոգի նրա հետ չի։ Եվ չէր կարող հասկանալ, բայց ասում է եւ կարող է որտեղ նրանք հիմարություն են եւ չի կարող գիտենալ, որտեղ հոգեվոր կերպով է քննվում, բայց հոգեվոր մարդը ամեն բան քննում է եւ ինքը ոչ ոքից չի քննվում։ Ուրեմն հոգեվոր մարդը կարողանում է քննել, որտեղ Աստված նրա հետ է, նոր ոնց որ ասած Աստծո բնությունը, Աստծո ներկայությունը իր մեջ է, իր հետ է։ Նաեւ մեկ քայլի մասին պիտի մտնայինք, ուրեմն փաստացի Աստված մարդուն վերստին ծնունդ է տալիս, նայեցինք, չէ, մեղավոր մարդուն։ Հետո Աստված բանան ոնց որ ասած այդ ճանապարհի մեջ հոգեվոր այդ ճանապարհի մեջ որպեսի նա մարդը գնա կատարելության Աստվածաշունչն է կարևոր իր նշանակությունն է առանց ոնց որ ասած այդ Աստվածաշնչի մարդը չի կարող այդ ճանապարհով առաջ գնա հաջողությունը մյուսը Տիրոջ հոգին է կարևոր որ բացի այդ Աստվածաշունչը խոսքը հայտնի անի մարդը կարողանա անցալի եւ կատարելության գնա Եվ հաջորդ կարևոր մի բանի վրա սա այս ամբողջ խոսքի նպատակներից մեկը սա է, որպեսզի սրա վրա ուշադրություն դարձնել դες տամ։ Տեսեք, Աստված էլ սենց է, այսպես ասեմ, գործում է մարդու հետ այդ հարցերում, որ մարդը կատարելության հետ է, իր հատուկ մարդկանց միջոցով։ Այսինքն մարդը կարա մտածի օրինակի համար, վերստին ծնվել եմ, Աստված ինձ հետ է, շատ բաներ եմ հասկանում Սուրբ Գրքից, Սուրբ Գիրքը տվել է, որ այս Սուրբ Գրքով կողմնորոշվեմ, իմանամ որն է իմ պակասությունը, տկարությունը, խրատվեմ, հանդիմանվեմ, առաջնորդվեմ, գնամ կառաջ, բայց հարցը էսա, արդյոք ես, ասենց ասած, ինքս ինձանով կարող եմ, թեկուզ ոնց որ ասած Աստված, այո, իր ներկայությունն էլ ունի իմ կյանքում, կարող եմ իրոք հասնել այդ վերջնական կատարյալ նպատակին Քրիստոսի նման դառնալուն։ Սուրբ Գիրքը ասում է, այնպես չի որ ինչ որ գրված է, որով ոնց որ ասած դու ասում ես, այս բաներում պետք է խրատվես, հանդիմանվես, դու այդ բոլոր բաները կարաս ինքնուրույն անես ու հասնես դրան։ Ասում է, հատուկ մարդիկ է Աստված դրել, որ այդ բաներում քեզ օգնեն։ Դու ինքդ չես կարող այդ բաներում, թեկուզ վերստին ծնվել ես, թեկուզ Աստծո որդի ես, թեկուզ Աստծո հոգուն հաղորդես, բայց շատ հարցեր կա, որ Աստված իր ծրագիրը է, հատուկ մարդկանցով այդ հարցերը քո կյանքում խոսելու, ուղղելու, բացահայտելու կամ օգնելու, որպեսզի աճես, հավատք ստանաս, առաջ գնաս, դու ինքդ չես կարող։ Աստված նրանցով պիտի անի, եւ դրանք Աստծո հատուկ մարդիկ են։ Դրանք առաջնորդներն են Սուրբ Գիրքում ասում է։ Այսինքն առաջնորդները մեր այդ ծրագրի մեջ Աստծո կարևոր տեղը ունեն։ Առանց նրա չի գործվելու այդ կատարելության գործը։ Այդպես բան չկա։ Եթե մեկը, ասենց ասեմ, առաջնորդների Աստծո դրած պարգև ունեցող հատուկ մարդկանց աշխատանքից չի օգտվում, նա չի կարող գնալ կատարելության։ Եվ դա ասում է Եփեսացիս 4-րդ գլուխը, ես կարդացի ճիշտ մի մասով կարդացի, հիմա կվերադառնամ ամբողջապես կարդամ, տեսեք ինչ է ասում։ Եվ նա մի քանիսին տվավ առաքյալներ լինելու, մի քանիսին մարգարեներ, մի քանիսին ավետարանիչներ, մի քանիսին հովներ եւ վարդապետներ։ Նախ ստեղ մի բան ուշադրություն դարձեք, երբ որ ասում եմ մի քանիսին, պատահական չի այդ շեշտադրումը արել։ Կարար ասել, եւ նա տվեց, որ եկեղեցում լիներ վարդապետները, ավետարանիչներ, առաքյալներ, մարգարեներ, չէ, եւ ասենք վարդապետներ, հովիվներ։ Բայց ասես գրում է մի քանիսին, այսինքն դա նշանակում է այդ մի քանիսն են այդ գործի մեջ։ Եթե դու այդ գործի մեջ չկաս, դու քեզ կարող քեզ օգնես այդ հարցերում։ Կամ sense ոչ մեկ թող ասենց ասած չմտածի, որ ինքը ամեն ինչ կարա իր համար անի, որովհետև ինքը եթե վարդապետ չի, ուրեմն ուսուցողական հարցեր կա, որ չի կարողանալու իրան օգնի, հովիվ չի, հովվական հարցեր կա, չի կարողանալու օգնի, եւ եթե ինքը դրա մեջ չկա, ուրեմն պետք է ինքը իրան հեռու պայի այդ բաներից։
եւ չհակառակություն չստեղծի։ Մարդիկ կան վարդապետ չեն, վարդապետական հարցերի մեջ են մտնում։ Այ մարդ այդ վարդապետ լինելը Աստծո հոգու հագտուկ հայտնությունով է։ Աստված նրանց այդ տեսնելու Սուրբ Գրքից օրինակի համար, տեսնելու թաքնված ճշմարտությունները, կարևոր բացահայտումներ անելու հոգի է տվել։ Նրանք տենում են, դու չես տեսնում։ Այտենց է Տերը ընտրել։ Ուր ես դրած հակառակվում։ Կռիվանում, վարդապետ չես, վարդապետության հարցերում կռիվանում մարդը, կամ հովվական կամ առաքելական եւ մի քանիսին, վերջ, դրանք մի քանիսն են։ Ոչ թե բոլոր եկեղեցին վարդապետներ են, այտենց Կորինթացիների թղթում ասում, միթե բոլորս վարդապետներ ենք, միթե բոլորս առաքյալներ ենք, չէ՞ միթե բոլորս այսիշ պարգև ունենք։ Մի քանիսին, այսինքն Աստված քո աճելու, եկեղեցուն աճելու գործը տվել է այս մարդկանց ձեռքը։ Եվ շատ կարևորված է դառնում, դու որքան ես այս մարդկանց լսում։ Լավ, ես չկարդացի, մինչև ես կարդամ, որ տեսնեք, հենց այդ է ասում, որտեղ ես կիսատ կարդացի։ Նորից կարդա։ Եվ նա մի քանիսին տվավ առաքյալներ լինելու, մի քանիսին մարգարեներ, մի քանիսին ավետանիչներ, մի քանիսին հովիվներ եւ վարդապետներ։ Սուրբերի կատարելուց հիմա ասում է ինչու դա տվեց, այդ պարգևները այդ մարդկանց խի տվեց, այդ պարգևների գործը մարդկանց եկեղեցու մեջ ինչ արդյունքի է հասցնում եկեղեցու ժողովրդին։ Սուրբերի կատարելության համար, պաշտոնի գործի համար։ Սրանք ամեն մեկը, ասենք ասած, իրանց ներկայացնելու բաներ ունեն, որ ուզում եք, եթե մանրամասնելու, բայց հիմա այդ ժամանակը չկա։ Քրիստոսի մարմնի շինության համար, մինչև որ ամեն մեկս հասնենք հավատքի եւ Աստծո որդու ճանաչելու միությանը եւ կատարյալ մարդ լինեն Քրիստոսի կատարյալ հասակի չափով, որ այլևս երեխա չլինեն գերերված ու տարոբերված վարդապետության ամեն քամուց մարդկանց խաբեություններով, որ մոլորեցնեն խաբեության խորամանկությունով, բայց ճշմարիտ լինելով սերի մեջ աճենք նրանում ամեն բանով, որ է գլուխը Քրիստոսը։ Ուրեմն ներկայացվեց այս պարգևների աշխատանքով է, որ մարդը հասնում է Քրիստոսի կատարյալ հասակի չափ ձեռք բերում, դառնում է Քրիստոսի նման։ Իր գործը, կյանքը, խորհուրդները, ընթացքը նմանվում է Քրիստոսին, ճիշտ, արդար, մաքուր, բարի, անթերի, անսխալական եւ այլն։ Սա աշճանաբար է գնում, բայց այս աշխատանքը պիտի կատարվի այս ծառաների կողմից։ Այսպես է։ Դրա համար Սուրբ Գիրքը բազմաթիվ տեղերում է ասում, օրինակ Հակոբոս առաքյալը ասում է. «Ձեր առաջնորդներին լսեք, ականջ դրեք։ Եթե չէ, դա ձեզ համար լավ չի»։ Այն մարդիկ, ովքեր օրինակի համար այս պարգևի գործի ժամանակ հակառակություն ունեն, չեն լսում, իրենցն են ինչ որ հաստատում, պնդում, այս վերջերս դրա մասին շատ եմ խոսում, կռիվ են անում, մեղք ես հանդիմանում, ուզում ես իրան օգնես այդ կատարության մեջ գնալու մեջ, հակառակվում է չի, այս մարդիկ իրանց են թշնամություն անում։ Նախ հետո ամբարտավանությունը, եթե դու պարգև չունես ու հելլես պարգև ունեցողի հետ կռիվ ես տալիս։ Այդ նշանակում է ես կոպիտ ասած կույր եմ շատ հարցերում, այո, կույր եմ, որտեվ ինչ չի տվել այդ տեսողությունը, ուրիշին է տվել տեսողությունը, որ ինքը տենա, քեզ ցույց տա, դու էլ տենաս։ Այտենց է, պարգևը էդ է։ Պարգևը նաև տեսողություն է, հոգևոր տեսողություն, բաներ, որ դու չես տեսնում, նա տենում է։ Ինչու են կոչում առաջնորդներ այդպիսի պարգև, որտեղ նրանք առաջ ընկած են հետում, նրանք գիտեն, Տերը տվել է, որ նրանք առաջը տեսնեն, առաջ ընկնեն ու քեզ էլ հետևից տանեն։ Ինքը չի տվել, որ դու իր հետևից ընկնես, քեզ գցես, ոնց որ իրան գցես քո հետևից տանես, շատերը տենց են ուզում են, որ դու լսես իրան, բայց քեզ չի տված այդ կարողությունը, այդ տեսողությունը, այդ հայտնության հոգին, այդ շնորհքը, Աստված է տվել, այդ մարդն էլ ով որ ունի թող չպարծենա, բայց փաստա որ ինքը ունի, դու չունես։ Ես սրա համար շատ կարևոր է, լսում ես դու առաջնորդներին, թե չէ։ Եթե այո, կաճ ես, ու տեսնում ենք, մարդիկ, որ խոնար սրտով, հնազանդ սրտով են վարվում Տիրոջ ծառաների հետ, լսում են, չեն հակառակվում, ընդունում են այդ խրատը, այդ հանդիմանությունը, արդարության հետ կապված, սխալների հետ կապված, կամ կրթվում են նրանց, հավատում են նրանց ավետանով ներկայացած կրթությանը, ընդունում են, դրանց շատ լավ աճում են, իրանց հոգևոր կյանքի մեջ առատ պտուղներ, սրբվում են, մաքրվում են, իրաց դժվարությունից ազատվում են, հաղթական կյանքով են ապրում, բայց մարդիկ, որ տեն մեզ հպարտությունն են, հակառակությունն են, խստասրտությունն են, այտենց էլ մնում են իրանց այդ վիճակի մեջ։ Որտեւ իրանք այս ծրագրի համեմատ հակառակություն են ստեղծում։
Աստված որոշել է իր ծրագիր իրականացնի, այո, ամեն մարդու համար։ Բայց այդ ծրագրի մեջ Աստված մեծ տեղ է տվել պարգև ունեցող մարդկանց։ Ես քայլերը ասեցի, բաներ կա կարևոր են, մինչև մարդը սորտը չփոխվի, վերստին ծնությունն չի կարող այդ ծրագրի մեջ այդ առաջ։ Մինչև մարդը Աստվածաշնչի համեմատ, ոնց որ ասած, քայլերը չանի, քարտեզ Աստվածաշունչը, ոնց որ քեզ տալիս է ծրագիր, ոնց պետք է անես, ինչից սկսես, ինչից դուրս գաս, չի կարա։ Մինչև Աստծո հոգու առաջնորդություն չունի, չի կարա։ Մինչև Աստծո ծառաների գործ է, պարգև ունեցող, նա չի հասնի այդ նպատակին։ Ուրեմն կարևորվեց, շատ կարևորվեց այս հարցը, ես դրա համար այսօր խոսեցի, որ կարևորվի ձեր մոտ։ Մարդիկ կան օրինակի համար ասում են, ինչ կլինի, որ ես եկեղեցի չգամ։ Ինչ կլինի, ծրագիրը չի կատարվի քո կյանքում։ Ու դու շատ sense ասած փխրուն փրկություն կունես, եթե անգամ Քրիստոսին ավետանով լսել ես, հավատացել ես, թե դրա մեջ նորից Աստծո ծառաների գործը կա։ Ընդունել ես անգամ, բայց քո փրկությունը շատ խախու դառնելու։ Տեսեք ինչ կարդացինք ստեղ, ասում է, մինչև որ նրանց աշխատանք էս, ասում է Աստծո ծառաների, որ այլևս երեխա չլինեն գերերված եւ տատանված վարդապետության ամեն քամիներից մարդկանց խաբեությունով, որ մոլորեսնեն խաբեության խորամանկությունով։ Այսինքն այդ խաբեպաների, մոլորեսնողների, խորամանկների գործի դեմ դու անպաշտպան ես դառնում։ Դու կարողություն չունես, որովհետեւ վարդապետ չես, որ նրանց վարդապետությունները հասկանաս, ու նրանք հեշտ կարան քեզ խաբեն։ Այնպես որ շատ մեծ առավելություն ունի եկեղեցի գալ, այսինքն Տիրոջ ժողովքի մեջ լինել եւ օգտվել այդ ծառաներից, որտեղ այդ ծառաները գործում են հիմնականում, այո, իրենց ոնց որ այդ կատարելության գործը եկեղեցու մեջ է իրականացվում։ Այդպես է։ Եվ երկրորդ մի բան էլ կուզեմ սրա վրա ուշադրություն դարձնենք, հետո աղոտ կանենք։ Նայեք, ասենք, ինչպես ասեցինք, դա ընթացք է։ Աշճանաբար մարդը ոնց որ այդ ծառաների աշխատանքով Սուրբ Գրքի համեմատ ինչ որ կա խոսումը ներկայացումը դրա համեմատ սկսում է սրբվել, մաքրվել, ազատվել իր դժվարությունից ու ապրել աշճանաբար կատարելության գնալ։ Այսինքն այդ աշճանաբարի մեջ կա շատ բաներ, որ դու այս փուլում, մյուս փուլում, մյուս փուլում ինչ որ բաներ կա, դրանցից ազատվում ես, բժշկվում ես, ել չես անում, բայց այդ փուլում դրանից առաջ շատ բաներ կարան էլի Երևան Կարան էլի բացահայտվեն Երևան, այսինքն երբ որ դու Հիսուսին ընդունել ես, այդ չի շակում, միանգամից կատարյալ ես, դու կատարելության ես հետում, այդ կատարելության այդելու մեջ լիքը բաներ կա, որ դու թողում ես, սրբվում ես, մաքրվում ես, ազատվում ես, հաղթանակ ես ստանում, բայց մինչև այդ պարտվում ես, որ երևում է, որ դու դրա վրա աշխատում ես։ Այդ պարտությունները դու ես տենալու, այդ պարտությունները կարող է քո շրջապատը տեսնի, մարդիկ։ Դրա համար, երբ որ օրինակ կտեսնեն մի հոգևորի սխալ լինելը չգայթակղվենք, չվանանենք, չխառնվենք իրար, բայ հավատացյալ է, խի ասենց անում։ Եթե ինքը, ասենց ասած, գիտակցաբար անելով մնում է դրա մեջ, եկեղեցին պետք է դրանով զբաղվի։ Սուրբ Գիրքը ասում է, չարը ձեր միջից վեր առեք։ Մի թողեք այտենց մնա։ Եթե ինքը հոժար չի, որ սրբվելով գնա կատարելության, թող եկեղեցում չլինի։ Այդ ծրագիրը, կարծես է ծրագրի դեմ է։ Եվ ինքը իր չարության մեջ է մտնում, բայց եթե մարդը ուղղակի իր այդ փուլում եղած դժվարությունն է, որ անկեղծ է, որոշել է ուղղվի, աշխատանք ունի, ջանք ունի եւ Աստծո ծառաների հետ էլ հաղորդա, որ նրանց օգնությամբ ինքը այդ դրանից ազատվի, ուրեմն թող դա մեզ համար շատ տարօրինակ չթվա, որ բա հավատացյալ էր, խիսնս բան արեց։ Դե հիմա այդ բանի տկարակը զորանա։ Դες պետք է նայենք, որ չգայթակղվենք։ Տեղ կա Տեր Հիսուս Քրիստոսը ասում էր, նախորոք եմ ասում, որ չգայթակղվեք, որտեվ գիտեք, մի բան, որ հանկարծակի է մարդու համար անսպասելի է կատարում, մարդը կարող շփոթվի, գայթակղվի, անգամ թուլանա, ասի, երևի սուտ է, սխալ է։ Հիսուսի համար տենց եղավ։ Նախորոք ասում էր, ես գնալու եմ, խաչվելու եմ, ինձ բռնելու են, այսպես է լինելու, այսպես մեռնելու եմ, հարությունը մառնելու, չեն կարող ընդունեն։ Երբ որ եղավ, գայթակղված էին աշակերտները։ Բա մենք էլ գիտեինք, սենց, նենց։ Հիմա էսա, հիմա հնարավոր է այդպես այո լինի։ Դրա համար Նույնիսկ չի որ եթե դու գալիս եք օրինակ նավանակ նորահոգիներ, գալիս եք Տիրոջ ժողովրդի մեջ ստեղ, դուք պետք է ասենց ասած ոչ մի խնդիր չտեսնեք ստեղ։ Ամեն ինչ կարծես թե ասենց կատարյալ վիճակ, չէ, կատարյալի չենք ասել։ Կատարյալի գնում ենք։ Լիքը բաներ կտեսնեք։ Պետք է հասկանաք, եթե դիմացին է իրոք Տիրոջը ընտրել է, սիրում է ու որոշել է որ կատարելության հետ է, ուրեմն դրանից էլ կազատվի։ Ես դրանից ոնց որ ասած հույս չլեմ, բախի են սենց անում, բախի սենց բան տեսա։ Չգայթակղվենք, նախորոք ասում եմ։
Եվ ընդհանրապես այսպես է, գիտեք ինչ, պարտադիր չի, որ դու կատարելության հասած վիճակի մեջ Աստված քեզ համարի կատարյալ։ Դու ես կարող չես հասնում դեռևս այդ վիճակի, Հիսուսը գալիս է։ Բայց գիտեք ինչ կա, ոնց որ ես մի օրինակ բերեմ, որ հասկանաք։ Ասենք ծառա, ծիրանի ծառ։ Իր կատարելությունը իր պտուղն է։ Այն որ հասուն, լավ, քաղցր ծիրանա բերում։ Բայց դա ամռան ինչ-որ ժամանակում է, չէ՞, ասենք հունիսի մեջ օրինակի համար, հուլիսի մեջ։ Բայց եթե այդ ծառին նայես օրինակի համար ապրիլի մեջ, մայիսի մեջ, ինքն էլ իր կատարելության վիճակ, իր ժամանակի համապատասխան իր կատարյալ վիճակը է, սա նորմալ օրինակի համար ծաղկած լինի, չէ՞։ Դու չես կարող այդ ժամանակաշրջանում գնաս հրա վրա ծիրան մանգաս, իմաստ չունի։ Ժամանակը նենց է, որ ինքը այդ ժամանակում պետք է ծաղկած լինի, ուրիշ բան չի կարա տա։ Հետո գալիս է մի ժամանակ, որ դու կարաս նրա վրայից ցոգոլ քաղես, այն կանաչ բանը, այդպես չի։ Հետո գալիս է նոր ծիրանը։ Բայց ամեն այդ ժամանակում ինքը կատարյալ է։ Կատարյալ այն առումով, որ ինքը նորմալ իր բարի լավ վիճակի մեջ է, լավ ծաղկել է օրինակ գարնան մեջ։ Լավ ցոգոլ է տվել այս ժամանակում։ Հիմա էլ լավ պտուղ է բերում։ Այսինքն ինչքան որ հնարավորություն կա, եթե դու օգտագործում ես, դու Աստծո առաջին այդ չափով կատարյալ ես։ Քեզ այսքան շնորհք է տվել, այսքան աշխատանք է քո հետ կատարվել։ Դու այդ խամը վերցրել ես ու այդ հարցերում ուղղված ես։ Թեկուզ շատ բաներ ունես դեռևս առաջ գնալ, բայց դու կատարյալ ես համարում, որովհետև ինչ որ տվեց վերցրեցիր։ Տերը չի sense կոպիտ ասած մոտենա քեզ բան ժամանակ, երբ որ ծիրան չկա, մեկ էլ ծիրան ուզենա քեզանից քաղի։ Գիտի որ այդ ժամանակը նենց է որ ծիրան չի լինում ծառի վրան։ Հիմա ինչքան որ աշխատանք կա, դրա համար էս է հարցը։ Անկեղծ գտնվեք, կանգ մի առեք, առաջ գնացեք։ Այն աշխատանքը, որ ձեր հետ տարվում է Աստծո ծառաների կողմից եկեղեցու մեջ, ընդունեք, մի անարգեք, մի անարամարեք։ Ժամանակա Պողոս ասում է, ժամանակին նայելով դուք պետք է վարդապետներ լինեք, այսինքն արդեն ընդունած խոսքը, ճանաչած Աստծուն, ուրիշներին սովորեցնող, ասում է, բայց կարոտեք կաթի։ Այն երեխեքի նման աուբեի։ Խի ասում է, ժամանակը անցել է, աշխատանքը կատարվել է, այսի կատարել բան չէ, թերացում հասկանում եք, հետ մնալ Աստծո շնորհքից։ Բայց եթե դու կոպիտ ասած երեխա ես ու պետք է այդ ընթացքում ուղղակի օրինակ աճ տաս, ինչ որ բաներ, ասենք, սովորական երեխու բանով ասեմ, ինչ որ բաներ զարգանա մոտդ, ասենք ծիծաղա, միմիկաները, ինչ որ շարժումները, բնական է այդ բանը այդ պետք է իր կատարելությունը լինի։ Դու չես կարող երեխուց պահանջես, խիչի վազում։ Այդ երեխու հասակն այնց է, որ պետք է այդ չի։ Հիմա մերն էլ այդպես, Աստված այդպես է մեր հետ վարվում։ Դրա համար լսեք, հնազանդվեք, խոնարհվեք, հետևեք, անլուշ մի մոտեցեք այն խոսքերին, այն քարոզներին, այն խրատներին, հանդիմանությանը, որ ուղղություն են տալիս ձեզ, եթե անլուրջ անհոգ գտնվեցիք, չէ, բանացիք կնմանվեք այն երեխուն, որ ոնց որ Պողոսն ասում, ժամանակը կանցնի ու դու կմնաք նույն չաճող ու Աստված գիտե հետո ինչ կլինի ձեր վիճակը։ Տերը օրհնի մեզ, Աստծո ծրագիրը իրականանալի է, թեկուզ բարձր է, մեծ է, Քրիստոսին նման լինել անթերի անկատար, բայց Աստված է դրել, ինքն էլ կարող է իրականացնել։ Mēs պետք է խոնարհվենք, հնազանդվենք, հատկապես այս հարցում նորից եմ ասում, մեծ է Աստծո պարգև ունեցող հատուկ ծառաների դերը։ Կլսեք, կաճեք, խոնարհվեք, կաճեք։ Հակառակվեք, անտարբեր կգտնվեք, չէ կաճե հետո չգիտես ինչ կարա լինի։ Ասում զգուշ կացեք մեկը ետ մնացող չլինի Աստծո շնորհքից։ Դրա հետևանքը ծանր է։ Տերը օրհնի մեզ, ժողովուրդ ջան։ Ես կուզեմ, որպեսզի մենք աղոթք անենք մեր այս հարցով, փառք տանք Աստծուն նախ իր բարձր նպատակի համար եւ խնդրենք Տերը օրհնի մեզ, որ մենք իրոք այն ինչ որ որոշված է իր կողմից, որպեսզի կատարվի մեր կյանքում, որ մենք աճելով նմանվենք Քրիստոսին կամ նույնն է մեր Աստծուն, մեր Հորը, մենք դրա մեջ մեր սրտերը խոնարհված ընդունենք, հնազանդվենք եւ կատարենք, որ Աստված իր նպատակին իր հասցնի։ Աղոթք անենք։